307 էջից բաղկացած մեղադրական եզրակացության մեջ ընդամենը 3 էջում 93 էջում արկա է հետևյալ բառերը արտակներ անցանք, ժորը անցանք, Չախալյան, Մշարբացյան, գից Չախալյանինը ասած էր 112 էջում արկա է հետևյալ բառերը Մշարբացյան, գից Չախալյանինը ասած էր Իսարկսյան հարց են չեսում, Չախալյանը այս բանի մեջ է և մյուս նախադասությունը Մշարբացյան զանգարում է և խոսում է Չախալյանի հետ պատվարժան դատարան, ճիշտ է ես ապացույցներին չեմ անդրադառնում այդ փուլում չենք, բայց որևիցե տեղեկություն այդ խոսակցության վերաբերյալ և մեզ տրամադրված նյութերի մեջ արկա չէ, բայց իհարկե սույն քաղաքական գործով շատ կարևոր էր, թե ինչ էր խոսում Վահագն Չախալյանը Մշարբացյանի հետ, արկա չէ և չկա ապացույցներում և ընդամենը նշված է, որ խոսում էր 128 էջում միայն պատվարժան դատարան, ուշադրություն հրավիրեմ պատվարժան դատարանի հետևյալ հանգամանքի վրա, որ նշված է Մշարբացյանը զանգարում և խոսում է Վահագն Չախալյանի հետ, այսինքն միայն այս էջում իհայտ է գալիս Վահագն անունը, Վահագն Չախալյան անուն ազգանունով և իհարկե այս փուլում մենք անդրադարձ չենք կատարում, որովհետև ապացույցները ուսումնասիրելուց հետո մենք մեր հետագա գործընթացները կշարադրենք և հետամուտ կլինենք, բայց սույն գործում պատվարժան դատարան վերաբերելի Վահագն Չախալյանի հետ այս 307 էջանոց մեղադրական եզրակացությունում այս 20 բառից 20-ը չկա կազմված փաստական հանգամանքներն են իհարկե 191 էջում նշվում է Վահագն Չախալյանի հեռախոսի հետ կապված վերծանումները և ալեհավաքի տակամինելու հանգամանքը, որը փորձում են հիմնավորել, որ այդ ընթացքում գտնվել է Բագրատ Սրբազանյանց հետ հանդիպման վերջինիս տանը և ինչպես նաև 191-րդ էջում զետեղված է Վահագն Չախալյանի նույնպես հեռախոսահամարի ալեհավաքի տվյալները այլ բան պատվարժան դատարան Վահագն Չախալյանի կողմից կատարված ենթադրյալ հանցանքների, այսինքն մենք նույնպես որպես պաշտպանական կողմ գտնում ենք, որ այստեղ որևիցե մեկ հանցագործություն չի կատարել և իրապես քաղաքական հետապնդման են ենթարկվում, բայց իրավական տեսանկյունից պատվարժան դատարան Վահագն Չախալյանին վերաբերելի է այս 4 էջերում զետեղված իմ կողմից վկայակոչված տվյալները պատվարժան դատարան։ Ընդ որում կարճ անդրադարձ կատարեմ ալեհավաքի հետ պատվարժան դատարան Վահագն Չախալյանը այժմ ունի 2 անչափահաս և 1 չափահաս զավակներ, չափահասը դարձել է 18 տարեկան այս տարի, խոսքը վերաբերվում է Ռուբեն Չախալյանին և նաև անչափահաս երեխաներից Վահագն Չախալյանի զավակները պատվարժան դատարան Դավիթ Չախալյանը 10 տարեկան և Գայանե Չախալյանը 9 տարեկան և վերջիններս սովորում են պատվարժան դատարան այդ ալեհավաքը որտեղ որ բռնում է Մոսկովյան 8 հասցեում ավելի մանրամասն պարոն Չախալյանը կասի և առավոտյան Քասախ գյուղից իր բնակավայրից երբ որ գալիս է հետո գալիս է հետ տանում որտեղ վերջինս է իր ընտանիքի երեխաների կարիքները հոգում և միակն է և դպրոց տանել է և բերելը այդ շարավղով կարող էր հայտնվել, բայց դա հիմա ուղղակի զուտ որպես գիտություն հայտնեմ, հետագայում դրան ավելի մանրամասն կանդրադառնանք պատվարժան դատարան։ Ընդ որում պատվարժան դատարան շատ կարևոր մեկ հանգամանք է, որը վկայակոչեմ, մեղադրական եզրակացության մեջ 244-րդ էջում տեղ է գտած Վահագն Չախալյանի բնակության վայրի զինության արդյունքում հայտնաբերված փաստաթղթերի տվյալները։ Ընդ որում պատվարժան դատարան որևիցե փաստաթղթի ամսաթվի վերաբերյալ որևիցե տվյալ նշված չի։ Եվ ցանկեր են հայտնաբերել, որի մասին հետագայում նույնպես կանդրադառնանք։ Հիմա պատվարժան դատարան որպես այդպիսին այս փաստական հանգամանքներով արդյոք իրապես 307 էջանոց մեղադրական եզրակացության մեջ 20 բառով, եթե ես չափազանցնում եմ կամ ինչ-որ մի բան բաց թողեցի, խնդրի հարգարժան հանրային մեղադրողը ավելացնել վերջում առարկության տեսքով, որ չէ, այս էլ ակա, որ դուք հաշվի չառաք։ Այս ամբողջ մեղադրական եզրակացության մեջ այս փաստական տվյալները արդյոք պատվարժան դատարան իրապես բավարար են եւ հիմնավորում են, որ Վահագն Չախալյանն ինչ-որ հանցագործություն է կատարել։ Ես իրավական որևիցե դիրքորոշում կձգտեմ ձեր տնամ, չեմ
ծանրաբեռնի դատավետևի հարգարժան գործընկերները կհամալրեն, բայց հետևյալ կարևոր հանգամանքին հանդրադառնամ պատվարժան դատարան։ Վահագն Չախալյանի ես ճանաչում եմ 10 տարուց ավել։ Մենք ընկերներ ենք։ Եվ այն հանգամանքը, որ Վահագն Չախալյանը ոչ միայն Հայաստանի Հանրապետություն, նախքան Հայաստանի Հանրապետություն վերջնական բնակություն հաստատելը Վրաստանի Հանրապետություն հայ հանրության, հայ ժողովրդի համար իր ուրույն եւ ճիշտ իրավական տեսակետից պայքարն է տարել, դա ամբողջ հանրությունը տեղյակ է, պատվարժան դատարան։ Այն որ Վահագն Չախալյանը իր բնավորությամբ պայքարող մարդ է եւ արդարության համար պայքարող մարդ է, դա նույնպես պատվարժան դատարան քննության առարկա չի էլ կարող դառնալ։ Այն որ Վահագն Չախալյանը իր գործողություններով նախքան այս հանցակազմի արկայությունը ենթադրաբար հանրային մեղադրողների կողմից վերջինից վերագրելու հետ կապված դեպքը որևիցե այլ հանցագործություն չի կատարել եւ որի վերաբերյալ արկա չէ ուժի մեջ մտած դատավճիռ, դա նույնպես շատ կարևոր փաստական հանգամանք է պատվարժան դատարան։ Խնդիրը հետեւյալն է պատվարժան դատարան։ Վահագն Չախալյանը ազատության մեջ հայտնվելով ինչպես կարող է խոչընդոտել։ Քանի որ հանրային մեղադրողները որևիցե հստակ հանգամանք չկայակոչեցին, ապա ես կարճ անդրադառնամ վկաների վրա ազդեցություն թողնելով պատվարժան դատարան ամբողջ մեղադրական եզրակացության մեջ 20 բառ է վերաբերվում եւ որևիցե արարեսում չկա հարգարժան Մովսես Շարբաթյանի հետ, որ վերջինս կամ վերջինից ցուցմունք չկա, որ ինչ էին խոսում վերջապես։ Իսկ դա հետո հայտ կգա։ Ես վստահ եմ, որ այստեղ ներկա բոլոր մեղադրյալները իրենց Աստծո կամքով նաև արդարամիտ վերդիկտ կստանան եւ կարդարացվեն, բայց այնուամենայնիվ միայն որպես Վահագն Չախալյանի պաշտպան ես շատ կարևոր եմ համարում, որ Վահագն Չախալյանի հետ կապված այս դալիճում այսքան շփումներից հետո ինչ ազդեցության մասին կարող է լինել խոսքը պատվարժան դատարան։ Թաքնվելու մասին պատվարժան դատարան Վահագն Չախալյանը որևիցե եթե նման հանգամանքի նկատի ունեն ներկայումս հանրային, որտեղ չհստակեցվեց, այդ իսկ պատճառով ես անդրադարձ եմ կատարում։ Վահագն Չախալյանը նույնիսկ նախքան կալանավորվելը եւ կալանավորումից առաջ ձերբակալվելը եւս մեկ առաջ ձերբակալվել է եւ ազատ է արձակվել։ Եթե կսխալվեմ, Վահագն Չախալյանը կողի ինձ հետագայում։ Եվ նոր 1 կամ 2 օր հետո կրկին նորից ձերբակալվել եւ կալանավորվել է։ Եվ ընդհանրապես պատվարժան դատարան, քանի որ հարգարժան սույն դատարանի նախագահողը Վահագն Չախալյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործով նույնպես վարույթ է քննում, ապա վստահ եմ, որ այդ վարույթի ժամանակահատվածի ընթացքում Վահագն Չախալյանի դրսևորված վկագիծը պետք է որ հարգարժան նախագահողի մոտ ձևակերպեր այն ներքին համոզմունքը, որ վերջինս երբևիցե որևիցե խախտում չի կատարել։ Ապա որպես մարդ տարբերություն չկա, որ վարույթում ինչպիսի խախտում կարող է կատարել եւ կարող է թե ոչ կկատարի թե ոչ պատվարժան դատարան։ Նոր հանցանքի մասին է խոսքը իհարկե։ Պատվարժան դատարան մենք պարոն Չախալյանի կողմից խնդրանքի հետ կապված միշտ առաջարկել է որ ընտանեկան հարցերը չքննության առարկա չդարձնենք, բայց պատվարժան դատարան դա շատ կարեւոր է, որովհետեւ վերջապես հենց մարդասիրության տեսակետից ճիշտ է մեծը այսօր չափահաս է դարձել 18 տարեկան այս տարի, բայց պատվարժան դատարան ուսանող է Երևանի Սլավոնական համալսարանում սովորում է վճարովի ֆակուլտետում։ Տան միակ կերակրողը երեխաներին դասի տանող բերողը բոլոր հարցեր լուծողը Վահագն Չախալյանն է։ Կինը հազիվ հասցնում է ընտանիքի կարիքները հոգալ, 3 զավակ պահել։ Պատվարժան դատարան խափամուչոցների հետ կապված մենք երբևիցե առայժմ գրավ չենք առաջարկել, չենք էլ առաջարկել, որտեղ այդ հնարավորությունը չունենք պատվարժան դատարան։ Բայց պատվարժան դատարան այսօրվա ձեր կողմից Հայաստանի Հանրապետության անունից հայ հանրության կարծիքը հաշվի առնելով որպես փոփոխված հանգամանք ողջունում ենք, որ պատվարժան դատարանը
Լիդիա Մանթաշյանի նկատմամբ խփամիջոցը փոխեց պատվարժան դատարան։ Այո, որովհետև պատվարժան դատարան Հայաստանի Հանրապետության անունից կայացվող որոշումները կայացում են նաև իշա հայ հանրության, որովհետև Հայաստանի Հանրապետության շահառուները դրանք հայ հանրությունն է։ Վահագն Չախալյանը երբևիցե չի թաքցել իր պայքարը ցանկացած իշխանությունների նկատմամբ։ Երբևիցե իր ձայնը չի թաքցել իր նստացույցների միջոցով, իր ցանկացած վերաբերմունքի միջոցով դրսևորել է եւ դրսևորել է պատվարժան դատարան օրենքի շրջանակներում։ Եվ ինչ որ արել է իշա Հայաստանի Հանրապետության, իշա հայ հանրության, իշա արդարության պատվարժան դատարան։ Հիմա այսօր քննարկում է Վահագն Չախալյանի խափաման միջոցը։ Պատվարժան դատարան ինչպիսի խափաման միջոցներ ենք մենք խնդրում եւ առաջարկում կիրառել պատվարժան դատարան եւ չկիրառել, չերկարացնել կալանքը որպես խափաման միջոց։ Պատվարժան դատարան տնային կալանք չեմ ուզում ես նման արտահայտություն անեմ պատվարժան դատարան, որովհետև դա իրապես նույն կալանքն է եւ այն մարդու համար, ով իր ընտանիքի կարիքները չի կարողանալու հոգալ եւ ընտանիքում գտնվելով չի կարողանալու մի հարցով օգնել է ֆինանս ընտանիքի համար հայթայթել, ապա դա ավելի ծանր է նստելու վերջինիս վրա։ Պատվարժան դատարան միջնորդում ենք այլ խափաման միջոցներ կիրառել, բացակայելու արգելքը, վարչական վերահսկողությունը, եւ եթե պատվարժան դատարանը նպատակարար գտնի, որ վարչական վերահսկողություն իրականացնել, ապա պետք է խնդրենք, որպես հնարավորություն տա վարչական հսկողություն իրականացնելու շրջանակներում առավոտյան ժամը 7-ից իր զավակներին դպրոց հասցնելու եւ դպրոցից հետ բերելու պատվարժան դատարան։ Պատվարժան դատարան, ինչպես նաեւ սահմանափակումների հետ կապված, եթե պատվարժան դատարանը գտնի, որ իրապես տնային կալանք կարելի է կիրառել կամ եւ որպես այդպիսին ունենք սահմանափակումներ մերձավոր ազգականների հետ շփման հանգամանքը, Վահագն Չախալյանը միայն կարողանում է տեսակցել իր կնոջ եւ զավակների հետ։ Իր տարեց հայրը եւ մայրը պատվարժան դատարան առ այսօր չեն կարողանում տեսակցել եւ ես դատարանին կներկայացնեմ իմ կողմից վկայակոչված փաստաթղթերը կապված Դավիթ Չախալյանի ծննդյան վկայականի պատճենը, Գայանե Չախալյանի ծննդյան վկայականի պատճենը, ինչպես նաեւ վերջինիս ծնողների ծննդյան անձնագրի պատճենները, որպես հետագայում դատարանի կողմից այս հանգամանքները հաշվի առնելու, ինչպես նաեւ որդու մեծ որդու Ռուբեն Չախալյանի ծննդյան վկայականը, պատճենը նույնպես։ Ինչպես նաև պատվարժան դատարանը եմ ցանկանում ներկայացնել Վահագն Չախալյանի Հայաստանի գրողների միության կողմից տրված վկայականի պատճենը պատվարժան դատարան, որտեղ Վահագն Չախալյանը 2011 թվականից հանդիսանում է Հայաստանի գրողների միության անդամ։ Ցանկանում եմ դատարանին ներկայացնել նաև Վահագն Չախալյանի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի 2001 թվականի վկայականի պատճենը պատվարժան դատարան, ինչպես նաև Վահագն Չախալյանին Արցախի հանրապետության նախագահ 2021 թվականի հրամանագրով պարգևատրված մարտական ծառայության մեդալի վերաբերյալ պատճենը։ Պատվարժան դատարան Վահագն Չախալյանը ոչ միայն պատերազմի մասնակից է, ոչ միայն սպորտի վարպետ է, ոչ միայն գրողների միության անդամ է, Վահագն Չախալյանը իր գործունեությամբ հայրենիքին նվիրված եւ հայ ազգի համար իր ուրույն պայքարը շարունակող, իր ուրույն պայքարը տանող անձնավորություն է։ Եվ երբևիցե Վահագն Չախալյանի կողմից խոչընդոտելու հանգամանքները պատվարժան դատարան որպես այդպիսին ի հայտ չեն եկել։ Ես կխնդրեմ, որպեսզի պատվարժան դատարան այս ամենը հաշվի առնի, պատվարժան դատարան, ինչպես նաև Վահագն Չախալյանը նոյեմբերի 28-ին վերջինիս ծննդյան օրն է, վաղը։ Եվ ես վստահ եմ, որ հայ հանրությունը եւ բոլորը մենք
շատ շնորհակալ կլինեինք եւ որպես այդպիսին մեզ համար դա կլիներ մեծ ուրախություն, որպեսզի տեսնենք Վահագն Չախալյանին իր ծննդյան օրը ազատությունից չզրկված պայմաններում իր ծնունդը նշելու, որպես այն հանգամանք, որ իր կողմից առ այսօր հայրենիքին մատուցած ծառայությունները այդ թվում ռազմի դաշտում գնահատվում են արժանագույնս եւ որպես այդպիսին Վահագն Չախալյանի կողմից ցանկացած հայրենանվեր այս գործողություններ պատվարժան դատարան դա մեր հայրենիքի ապագայի համար կատարված գործողություններ են